Արդեն գիտեք, որ Ծառուկյանի որդին ամիսներ շարունակ թաքնված է Բելարուսում եւ Հայաստանում հետախուզման մեջ է ըստ դատախազության մեղադրանքի կազինոյում կրակելու համար։ Եվ այսօր նայում եմ լրագրողը Ծառուկյանին հարցնում է, բայց ձեր որդին ինչի՞ չի գալիս Բելարուսից Հայաստան։ Ասում է, ուզում եք գաց հավասնեն ինձ, հա։ Ուզում եք ասեն Ծառուկյան սենց պետք է լինի, նենց պետք է լինի, ակնարկելով, որ եթե որդին լինի Հայաստանում, շանտաժի են ենթարկելու իրան։ Դες նայես մի տրամաբանական հարց է առաջանում, իսկ երբ որ իր որդին Բելարուսում է, Լուկաշենկոն է, հա, իրան ասում Ծառուկյան սենց պետք է լինի, նենց պետք է լինի։ Հա, կարող է դրա պատճառով է, որ Ծառուկյանը հրաժարվում է քննադատի Լուկաշենկոյի նրա համար, որ վերջինս հայտարարել է բացեի բաց եւ հրապարակային, որ Ադրբեջանի հետ միասին են իրենք 44-օրյա պատերազմը պլանավորել։ Հա, կարող է դրա պատճառով է։ Սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն կարող ենք փաստել, որ դաշնակցություն որպես այդպիսի քաղաքական ուժ գոյություն չունի, քանի որ այսօր ուժեղ դաշնակցական Արծվիկ Մինասյանը ելույթ է ունենում եւ ասում է, որ մենք թույլ ենք եւ Սերժ Սարգսյանից, եւ Ռոբերտ Քոչարյանից, եւ Սամվել Կարապետյանից, չնայած որ վերջինս ոչ հավակնում է, ոչ կարող է լինել ոչ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, ոչ վարչապետ։ Բնականաբար այդ երեք ուժերի տեխնացուն, որ այսպես խառնել ցուցակ են կազմել տարբեր ժամանակներում հանրապետական, քոչարյանական եւ Ծառուկյանական տեխնացուն մեկն է Ռոբերտ Քոչարյանը եւ ես գիտեմ սիրելի քաղաքացիներ, որ դուք այնքան ողջախոհ եք, որ թույլ չեք տա այդ երեք ուժերից եւ ոչ մեկին անցնել խորհրդարան։ Եվ առավել եւս ժողովրդին ժեղ, շունուշանգյալ, բոշա եւ նմանատիպ արտահայտություններ անող քաղաքական ուժերը պետք է ուղղակի մաքրվեն մեր քաղաքական դաշտից։ Այսօր Ծառուկյանը կրկին հավաստիացրել է, որ ինքը չէ իրենց վարչապետի տեխնացուն եւ ասել է, որ վարչապետի տեխնացուն պետք է մի փորձառու մարդ լինի։ Դե հիշում ենք, որ մեզ հետ չեն համագործակցելու, միակ փորձառուն մնում է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Ծառուկյան, ճիշտ կլինի դեղորյակից խոսեք, թե չէ բոլորին հիշեցնում եք, որ ձեր կուսակցությունը բացել ու հովանավորել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Բարեկամության մետրից վաստով եկել եմ գիտես։ Ուրախ եմ շատ։ Նախ շնորհակալ եմ, որ այդքան ջանք եք գործադրել, որ այս հանդիպումը կանա, դա մեծ պատիվ է մեզ համար եւ շատ մեծ գնահատական է։ Շնորհակալ եմ շատ։ Կարելի է ձեզ հետ նկարվել։ Իհարկե, մեծ պատիվ է ինձ համար ձեզ հետ նկարվելը։ Անչափ շնորհակալ եմ։ Լավ է։ Ձեզ բարի եղեք։ Մեզ էլ քարտեզ կտեք։ Իհարկե, մեծ հաճույքով։ Բարև ձեզ։ Մեզ էլ կտակ, պարոն Փաշինյան։ Իհարկե։ Քարտեզ։ Ես այսին վերցրեք եւ քարտեզ մի հատ։ Լավ ես Վարդան ջան, դու արդեն դպրոց գնում ես։ Առաջի դասարան, լավ ես սովորում։ Շատ ապրես։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք։ Մեր բուկլետից նվիրենք ձեզ եւ քարտեզ։ Լավ եք, լավա ձեր տրամադրություն։ Բարև ձեզ։ Լավ եք, լավա ձեր տրամադրություն։ Նանամ նոր ինձ մի հատ քարտեզ։ Շատ սիրուն եք, հաճույքով, շատ սիրուն եք։ Ուրախ ենք, որ խաղաղություն եք բերել, միշտ խաղաղ լինենք, պարոն Փաշինյան։ Ում չնվիրեցի։ Բուկլետ։ Ում չնվիրեցի։ Ձեզ ոնց որ։ Моя мечта была вас увидеть, вас встретить. Я за вами слежу прям с первого дня 18-го года. Как вы ходили, говорили, собирали весь армянский народ. Спасибо вам. Спасибо, что вы сплотили армянский народ. Спасибо, что вы сплотили всю страну. Спасибо, что про Армению узнали многие. Вам за это большое спасибо. Весь мир. Реально, не все понимали, какая страна Армения. Спасибо вам за то, что строите дороги, школы, сады. Спасибо вам, что подняли дух армянского народа. Вот вам спасибо большое. Я ваша фанатка. Я вам желаю удачи в выборах. И спасибо, что вы думаете именно о народе Армении. Вам спасибо большое. Вы не представляете, какое это счастье вас видеть. Спасибо. Կարելի է ձեզ հետ նկարվել։
Բարգավիճներս, վարչապետ ջան, ես ձեզ շատ սիրում եմ, հարգում եմ, պաշտում եմ։ Պաշտում եմ, ցույց չեմ տալի մոտենամ ձեզ։ Ես ձեզ ուղղակի պաշտում եմ։ Ձեր սկսած ծրագիրը, ձեր նախագիծը, ձեր ամեն ինչը շատ հավանում ենք։ Միայն մի բանն է շատ վատ, որ քոչը իրավունք չուներ այսօր վերթում չփտեր եւ իրավունք չուներ ազգային ժողով մտնել։ Եթե նա մտավ ազգային ժողով որպես ընդդիմադիր, նորից ազգային ժողովը լինելու է 5 կաշկալամաշը իր վրա շիշեր շպրտելու։ Նա ասել է քո ժամանակ, նա ասել է քո ժամանակ։ Ճիշտ է։ Պետք է աշխատել։ Դրա համար պետք է չանցնեն իրան եւ դրա համար ի վերջո արդարադատությունը պետք է աշխատի Հայաստանում։ Նայեք, բզիցը բռնեք, տարեք մտցեք։ Չէ, օրենքով է պետք է ամեն ինչ, օրենքով։ Մինչև ընտրությունները։ Չէ։ Ես ունեմ երեք պարոն Ավենյանից ստացել եմ։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար եւ ներողամիտ գտնվեք Ավել Պակասի համար ամեն ինչ կգնի իր տեղ։ Շատ հարգում եմ։ Շնորհակալ եմ Ջանց, եկեք կալա նստեմ ձեր կողքի երկու բառ խոսանք էլի դրա մասին։ Երկու բառ խոսանք։ Ինչ ադրբեջանցիների գալու։ Բայց ով ասաց որ պիտի գան։ Ով խոսաց։ Դուք երևի հայերից տարբեր քաղաքական ուժերից ավելի շատ եք զգում, որ իրանք խոսում են ադրբեջանցիների ինչ որ հիպոթետիկ վերադարձի մասին, քան ադրբեջանցիները։ Դա արվում է մի բանի համար, որ մեզ վախի մթնոլորտում պահեն, ձեզ, ինձ, մեր մյուս գործընկերներին։ Ոչ մի ադրբեջանցի Հայաստանություն չի վերադառնալու, դրա մասին ընդհանրապես խոսակցություն չկա, եւ դա բան է, հորինած բան է, որ մեր ժողովրդին ասեն, որ ամեն ինչ վատ է, ու գնալով վատանալու է, այն ինչ որ մենք ասում ենք, որ խաղաղություն կա եւ խաղաղությունը բերելու է պարոն Հովհաննիսյանը, որ ասցի մեր ֆինանսների նախարարն է, ինչ էր հարցնում։ Մենք բոլորս հարկեր ենք, չէ՞ վճարում։ Այդ աշխատող քաղաքացիները, բիզնեսները, հետո այդ հարկերը գալիս է պետական բյուջեից ծախսում են։ Էս էլա համայնքային բյուջեից ծախս, ճանապարհներն էլ պետական բյուջեից ծախս, դպրոցները, մանկապարտեզները, թոշակի բարձրացումը, առողջության ապահովագրություն։ Այդ կարևոր բաները, որ մեր երկիրը, մեր քաղաքացիները բարեկեցիկ ապրեն։ Իսկ առանց խաղաղության դա չի լինելու, իսկ այդ մնացած ստերին որ շարունակի գնալը շատ լավ։ տենց էլ շարունակելու ենք, բայց դուք պետք է դա որոշեք, հասկանում եք։ Հունիսի 7-ին պետք կանում ենք խաղաղության։ Դե ձեզ չխանգարենք, շատ լավ, մերսի, շատ լավ եղեք։ Մեր երեխա ժամանակ մի հատ խաղ կար, որը շատ հավեսով էինք խաղում, կոչվում էր 16։ Խաղի իմաստն էր, որ երկու հոգի խաղում են ու մեկը մյուսին ինչ հարց տա, նա պիտի պատասխանի 16, թե չի խաղը կպարտվի։ Հիմա այս խաղը տեղափոխվել է իրական կյանք։ Ցույց տամ։ Նայեք, ասում է, ինչ անել, եթե ուզում ես, որ սահմանում զինվորները ժեշտի բանկեքի փոխարեն պաշտպանված լինեն իրական ամրոցներով, երկաթ բետոնե։ Պատասխանը 16։ Ինչ անել, եթե ուզում ես, որ երեխեքը գոմ հիշեցնող ինչ-որ կիսակառույցներից շարունակեն տեղափոխվել դղյակ հիշեցնող ժամանակակից դպրոցներ։ Պատասխանը 16։ Ինչ անել, եթե ուզում ես, որ թոշակառուների թոշակը շարունակաբար բարձրանա։ Պատասխանը 16։ Ինչ անել, եթե ուզում ես, որ առողջապահության ապահովագրությունը ել ավելի շատ մարդու ներառի ու ել ավելի շատ մարդ բուժվի կառավարության հատկացրած միջոցներով։ 16։ Էնպես որ 20-26-ին քվեարկում ենք 16-ին։